Սիրելիներ եւ սրտիկներ ջան, բոլորիդ բարևներ, ողջույն բոլորիդ։ Մեր հայաթի սիձեցկի պլաշատկեն էս ինչ օրն են գցել։ Նոր տեսա, ուզում են սարքեն երևի։ Անձրևա եկել արդեն 2 օր, ջուր ջմջմա, երեք գնենց կայծակու կարգ ու տարեց։ Փոխեմ էկրանը մի քիչ էլիս, տեսնեք։ Գնում եմ աշխատանքի։ Ակնոցներս հանեմ դուք իստենակ ես, որ չտենամ էլ կլինի։ Այսօր որոշեցի գոնե այսպես վլոգ սկսեմ կամաց ահա որա առավոտ ժամը 10-ից զապիսներ եմ ունեցել 4 հոգի զապիս եմ մինչև ժամը 12-ը մեկը աշխատել եմ արագ լիլոյի մոտ ժամը 1:30 հասել եմ տուն Գես ժամում մի հատ սուրճ եմ խմել արագ կարտոշկա եմ մաքրել դրել գազին ջուրը լցրել կտրտել բան պատրաստել որ տնեցի կան գրել եմ թղթի վրա, այդ պահին Արսենը վրա հասավ, տուն եկավ, ես դուրս եմ գալիս։ Արսենին ասել եմ, Արսեն ջան, կդնենք, կխաշվի կուտենք։ Սիրում են իրանք տենց ամբողջությամբ խաշված կարտոֆիլ է, էլի ոչ թե տապակած պյուրե սարքած բան, տենց որ խաշում ես ամուսնյանքս օրինակ երևի այն հին վաղտի ժողովուրդ ենք, սաղ սիրում ենք։ Ես էլ եմ տենց սիրում, խոսքով, ինչ սիրում են, լավ են անում, կխաշենք ուտեն, ընդհանրեն պետք է գազը միացնեն ու ժամանակին անջատեն։ Վազում եմ գործի հաջորդ գործիս եմ։ Այս գեղեցիկ սիրուն տեսարանով մեր ես սենց ձեր հետ կիսվում եմ ու գնում եմ աշխատանքի։ Եղանակը տրամադրող չի, բայց ես սիրում եմ այսպիսի եղանակները, որովհետև ճնշումս չի բարձրանում սենց օրեն այնպես, որ լավ տրամադրությամբ գնում եմ գործի։ Այսինքն երկրորդ աշխատանքիս գնացինք ժողովուրդ ջան։ Մի քիչ մեր, բայց ես դու 2 բան խոսամ հետներդ։ Մի խոսքով շատ եմ կարոտում, չեմ հասցնում ոչ մի բան անեմ, բայց այսպես գոնե ցուրտ է, այնքան որ պլաշը գցել եմ վրես ֆուտբոլկով ուզեցի դուրս գայի ցուրտ էր, մրսեցի։ Վերջին վլոգս որ տեղադրել եմ, թե ինչքան են գրել, ժողովուրդ ջան, ինչ կլինի, YouTube-ում գրեք, էլի YouTube-ում մեկնաբանեք, այնքան լավ բաներ եք գրել ինձ, ու լրիվ գրել եք Instagram-ում ես այդքան պատվիսչիկ չունեմ, ինչքան որ այդքան լավ մեկնաբանություններ են գրել ինձ, հենց այդ վերջի վլոգիս համար։ Մի հատ էլ որոշեցի շրջեմ սենց մեր հայաթի ծաղիկները, տեսնեք նայեք ինչ գեղեցիկ են, որդերը արդեն ծաղկել են։ Մի խոսքով էլի գեղեցիկ գարուն է ավարտվել ու գեղեցիկ ամառը սկսվել, ամառը արդեն առաջի ամիսը կիսվել է, ես դեռ սկսվելուց նոր եմ խոսում։ Այստեղ փոքրիկ մանուշակագույն ծաղիկներ, որը աչքս չի տենում, բայց կադրի մեջ կերևա հետո կտեսնեմ։ Ակնոցներս թեխի հանեցի։ Նայեք, ես փոքրիկ սիրունիկ վարդերը, ոնց եմ սիրում այս վարդերի սորթն են, ծանուշ հոտ ունեն էլ չասած։ Մեր հայաթի ես մի կողմը չեմ նկար, մի 5 րոպե ընդամենը շուտ եմ դուս եկել, որ հասնեմ գործի, այդ 5 րոպեում նկարահանումներ ամ, ինչպես միշտ այս հայաթի ես մի կողմը տեսած եք հեչ, սպիտակ գույնի պիոններ, բնականից նայեք, մեր շենքի հայաթում ինչ հետաքրքիր ծաղիկ ասենք, հանամանտեզ մի կողմին կգտնենք, ստեղ սեզոնին էսա լիլիաների դաշտը որ կար, բացվում է կոկոններ են տվել լիլիաները արդեն։ Հենց եմ սիրում գնում եք էլ տեմ ես միտեղ մի սամակատ վեր գցած կամ սենց կանգնացրած վախենալու էլ են արդեն այս ակումուլյատորով սամակատները համարներին գժի համարներով բանով որ հանկարծ չկորչի։ Ես էլ ճիշտ է անձրև է, բայց ինչպես միշտ իմ ծակ կոշիկները այս կրոքսները որ կան սրանցով եմ գնում եմ գործի։ Սիրում եմ մեր հայաթը, որ սենց կանաչապա տալինում հավեսով մեղմքամի մի խոսքով ժողովուրդ ջան, մեր հայաթը սիրում եմ, մեր իմ կյանքը ինչպես միշտ ասեմ շատ եմ սիրում։ Առաջ այնքան ենք բողոքում, դժգոհում մեր կյանքից, երբեք չենք մտածում էլի, որ կարող է մեր կյանքը մի անգամ էլ հենց մերն է, որը կարող ուրիշի կյանքից շատ տարբերվի ու շատ-շատերը կարող է երազում են թեկուզ եւ քո դժվար կյանքով ապրեն, որտեվ իրանց համար կարող է այդ ավելի լավ ու հեշտ կյանքը չենք մտածում այտենց էլի միշտ մտածում ենք մեր կյանքից բողոքենք դժգոհենք փառք Աստծո նայեք ուզեցի շատրվանը ցույց տամ այս տարի չեմ նկարել սա էլ մեր գեղեցիկ շատրվանները մեր գեղեցիկ շենքերը այս ծաղիկները այդքան նկարել եմ ոչ մի անգամ սենց ծաղկած այ որ սենց բացված լինի չեմ նկարել ինչ սիրուն են հետա մի հատ էլ այնտեղ կա այս ինչ սիրուն է շատրվանը մաքուր է այսօր նայեք ինչքան մաքուր է սենց վանեղած չէր սիրուն վերանորոգած գալուբոյի ներկած վրան էլ առյուծներ են իմ նման առյուծիկներ են ես էլ եմ առյուծի ամսին եմ ծնվել թե ոնց եմ արդեն ուշանում բայց նստած թիթեռ եմ նկարում ժողովուրդ ջան մեկ էլ շատ սիրում եմ այս տիտիկների տնակները
թե ով ասենց կախել Սիրոն իրանց երեխեքի ձեռքի աշխատանքներին, թե իրանց ձեռքի աշխատանքներին, չգիտեմ, մեկը մեր բաժեզդի մոտ կար կախված, մեկն էլ էսի, շատ Սիրոնը, красота, очень даже красиво, вот, Սիրուն փոճուրիկ դոմիկներ, այսպես Սիրունիկ շատրվանով, իսկ հիմա հատուկ ձեր համար, ազերս թապտամ մի քիչ, կգնամ ընդե կհավաքեմ ես երկաթի զատ ասենց, դրել եմ գլխիս, մոզերս գլուխս ցավացրեց, տենց, այսենց իզ նման եմ, տենց էլ է ժողովուրդ ջան, գնամ մի քիչ, ոնց են ասում, ֆինանս աշխատե, մեկ էլ տեսար, պետք է գա, շատ եմ ուզում այս տարի պոգվեմ Հայաստան գամ, գնանք ընդեղի ծաղիկներն նկարեմ, ասել եմ ծաղիկ չեմ նկարելու, բայց ոնց կարան էլ ինձ էր համար ծաղիկ չնկարի, ուշանում եմ գործից ես մեկն է նկարեմ ու գնամ, եմ որ ասում է էսել, ոյ, սաղ անձրևո ջուրաստի երկը, կրասատաժը, չնկարես ես սիրոնությունները, հրաշքներ են, որոնք չգիտեմ անունները ինչա, բայց շատ սիրուն են, ոնց որ եղենջ լինի, բայց այն ես դեղին սիրուն ծաղիկա ծաղկում, այդ հեսան, կրասատաժը, եկել մի հատ վարդի սորտ կաստեմ, մի տարի էլ էի նկարեկցել, իմ բաների մեջ տեսած կլնեք, մենակ թե այս տարի թեխի ասես ձերերը դեղնել, չգիտեմ, նայեք դասավորությունը վարդերի, իմ շորտ վիդեոների մեջ սիրուն նկարահանած կա, բալեզմի վարդին, թե գույնել է, թե ինքն ինչ սիրուն ավապշե չի ցույց տալիս հեռախոսը, վարդի գեղեցկությունը, ցույց չտվեց, իրա գործնա, չի ուզում ցույց տալ, Լիլիաները ստեղ արդեն ծաղկել են, նայեք, իսկ ընդեղ ընդամենը կոկոնով է, վсё, ուշացա գործից արդեն, բայց մեկի գույնը ինչ սիրուն ու հրաշքը, վաբշե, նայեք ինչ սիրուն է, գնացի մյուսն է նկարեմ ու գնամ, ստեղ վարդերն արդեն թափվել է, սիրունը, վсё, այսօր նկարեմ ու գնամ, կրասատա, ամեն բաժեզ դիրան շենքի, այդ սիրուն ձևավորել է, անակ մեր բաժեզն է քնձամալի մի քիչ տենում ես, մեզ դե ոչիչ վրախտեղ, գնացինք, ես ինչ են ստե բացի, որ սա վիրանոց են բացի, ստեղ մեջ սիրուն ծաղիկներ են լինում, բայց ես տարի մենակ ես մեր քնձամալի զատնա, այս ինչ ակ, բայց գոնե զատը ֆիալետով է, մեկ էլ էլի ֆիալետովի ռամաշկեք, տոշնին, ռամաշկա է մենակ ֆիալետովի, չգիտեմ ինչ են կոչում ես ծաղիկները, բայց շատ նման է ռամաշկեքիտ, ուղղակի ֆիալետովի, այստեղը ծաղիկները մի տեսակ քամու վերանել է, ոնց որ լավ չեն ծաղկած, ոյ, էլի քամի, ինչ որ այա, գնացի, գնամ աշխատեմ, տենակ օրս ոնց կպրծնի, ուշ եմ վերջացնելու, ուշ աշխատանքս լինելու, աշխատանքս իմ տնից հեռու չի, բայց տենց շատ մոտիկ էլ չի, մի քան մեքենան չեմ գցում ընդեղ շատ չեմ հեռանում, հոտքով ահագին քայլում, վերջին, ուղարկե գիշերվա 1000-ին, ինչ ենք դելով, ստարել դոբրի մակդոնալդս մեր, մութ, գիշերվա 1000, ժամին օր գործ սպրտել եմ, տուն եմ գնում, արդեն ժամը 10:30 երևի, հասնում եմ տուն, գիշերվա կեսաբեզ նայեք ինչ սիրուն է գիշերային կադրերը, գուսերը վարված, ամեն ինչ, սիրուն գեղեցիկ, ասենց, նկարելով գնամ տուն, վարկում ժողովուրդը նստած, ով հանգստանում է, ով գործից տուն է գնում, խալխը դուրս են գալիս է ժամին ման գալու, ես նոր է ժամին գնում եմ տուն, հոգնեցնող է իհարկե, նայեք երկինքը ինչ սիրուն է երևում, բայց ամպամածա միևնույն է, սիրում եմ երեկոյան ես լույսերը միշտ հովեսով է, ինչ ասեմ, օրս էսպես ավարտվեց, քանի ժամ էր աշխատանքի, տանը ուտելիք կա թե չկա չգիտեմ, այդա ես իմ բաժին ուտելիքը առել եմ գնում եմ, ինչ անենք, որ սենց ենք սավելու այսօր, մեկ էլ պետք է նարուշից անել եմ, որ ասում ասենց խոչըց ուղակի,
Տենց էլի, այնտեղ չի կարելի հեռախոս վերցնել։ Եվ իհարկե մեր բարի լույսը սկսում է որտեղից։ Այստեղից։ Սուրճս բերել եմ, սիրելի անկյունում նստեմ, մի քիչ զրուցելով, ձեզ հետ երկու բառ ունեմ խոսալու նկարեմ։ Անանասս թեքվել է դեպի լույսը թարսին ա դրած եղել։ Ինչպես միշտ Փիսոն իրան դերում ա, բարի լույսը անում բոլորիս։ Ժողովուրդ, ասում մարդ պետքա բույսի նման պայքարող լինի, այդքան կերավ Փիսոն, այս ամբողջ սենց փունջով տերևներ էր ես, մասալիքը, հլե հինդ գոտիա, ոլուտիմ կիսիրուն ես, այդքան տերևներ կար վրեն, չէ, կերավ, պրծավ, նայք ոնց ա, սյոռավնո հասել, ինքն իրան էնդեղից, այս շնուրից բռնվել, ծլերը փաթաթվել, նայեք ուրա հասել, հլա, կյանքում ասեմ, մարդ պտի բույսի նման պայքարող լինի, բայց այն որ ասում եմ պետքա ծառի նման լինես, մի հատ այտենց բան կար Ինստագրամում մի անգամ կարդում էի, խելքս գնում էր նայում էի, մի հատ ջահել աղջիկ էր նկար հանել, տատիկի խոսքերն ա հիշում իրա, ասում ա տատս միշտ ասում էր պետքա աղջիկ ջան, դու պետքա ծառ լինես, ծառի նման լինես, ասում էի տատի, բայց խի, քան ծաղիկներ կա, ես ուզում եմ ծաղիկ լինեմ, թե ինչ մի հատ սիրուն բան բռշտում, վայ Փիսոն ջան, ասում ա տատին էլ ասես, թե չէ աղջիկ ջան, դու պիտի ծառի նման լինես, ծառի արմատները ամուրա կպած հողին, ամուրա կանգնած, այնպես որ ճյուղերն էլ պայքարելով վերևա բարձան, մենք պետքա ծառի նմանվենք, ոչ մի քամի մեզ չի տանի, որ ճառի արմատների նման մեր կյանքը ամուր լինի։ Այս եղանակը շատ լավ ընտիր արև, ու ես նստած մի բաժակ սուրճ եմ վայելում Փիսոնիս հետ։ Ողջույն իմ շատ սիրելի, ամենասիրելի հետևորդներին, ինչպես եք։ Ես լավ եմ, ինչպես տեսնում եք, տանն եմ, նստած եմ, ուզում եմ ձեզ հետ մի քիչ զրուցեմ։ Նախ ասեմ բարով եք եկել իմ ալիք, շնորհակալ եմ, որ հետևում եք իմ էջին, թեկուզ և ճիշտ է հիմա մի քիչ այսպես կոչված ակտիվությունը թե իմ կողմից, թե ալիքի կողմից, թե յութուբի կողմից մի տեսակ ցածր է էջից, բայց ես դրանից դժգոհ չեմ, փառք Աստծո, Աստված տա շատ ավելի լավ լինի, իսկ լավ լինելը ձեզանից է կախված, ինչքան շատ նայեք, դիտեք, թերթեք ուй Ինչքան շատ թերթեք իմ ալիքի էջերը, իմ կյանքի գրքի էջերը, այսպես կոչված այդ ալիքում, այնքան օգնած կլինեք իմ ալիքին, այնքան օգնած կլինեք իմ գործունեությանը յութուբում, այսպես կոչված, քանի որ ունեմ յութուբյան շատ մեծ ու շատ փոքրիկ ընտանիք, մեծ ու փոքր, ինչու մեծ և ինչու փոքր, մեծ ընտանիքը մինչև 5660 քանի հոգի կան արդեն, բայց փոքր է, քանի որ դիտումները ընդամենը 200-ից 300, մաքսիմում 400 հոգի են դիտում, ինչի համար եւս շնորհակալ եմ, բայց ալիքի գործունեությունը պահպանելու համար ամեն դեպքում անհրաժեշտ են ավելի շատ դիտումներ։ Բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ժամանակը տրամադրել են իմ ալիքի դիտումներին, մեկնաբանել են, գրել են, թե դրական, թե բացական, եթե ժամանակ են տրամադրել իմ ալիքին, արդեն շնորհակալ եմ, քանի որ դուք եք մեր ալիքը առաջ տանում, իմ ալիքը ու ընդհանրապես վլոգերների
աշխատանքն ու գործունեությունը շատ մեծ նշանակություն եւ կախվածություն ունի հետևորդների ոչ թե քանակից, այլ պահվածքից ու հետևորդների, ինչպես ասում են, դիտումներից հիմնականում։ Շնորհակալ եմ հատառհատ յուրաքանչյուրիցդ ամեն մի տված խորհրդի համար, ամեն մի տված գրված վատ մեկնաբանության համար, ամեն մի գրված լավ մեկնաբանության համար։ Ինչու է միշտ բացականից սկսում, որովհետև բացական մեկնաբանությունները, բացական, չգիտեմ, դիտումներ չեմ ասի, բացական երևույթները շատ քիչ են։ Մենք լավերս միշտ սա իմ ասած խոսքն ա եղել ու ճիշտ եմ ասում։ Մենք լավերս այնքան շատ ենք, մենք լավերս այնքան լավն ենք, դուք լավերդ այնքան լավն եք, շատերդ, որ այն վատերը արանքում չեն երևում։ Դրա համար արագ-արագ նրանցից խոսում եմ, անցնում եմ։ Հիմա շնորհակալությունս հայտնեմ բոլոր իմ մշտական հետևորդներին, բոլոր իմ պարտաճանաչ հետևորդներին, բոլոր իմ ընտանիքի, յութուբյան ընտանիքի սյուներին, հիմքերին, որ դուք իմ յութուբյան ընտանիքի, մեր յութուբյան ընտանիքի, ալիքի հիմքն եք, իմ շատ սիրելի հետևորդներ, ովքեր որ արդեն շատ վաղուց երկար ու ձիգ տարիներ իմ հետ են, իմ ալիքին հետևում են կամ ուղղակի նոր են միացել ու այդ սյուների շարունակությունն են դարձել, քանի որ մեզ շատ է պետք այդ մշտական, այդ հավատարիմ սյուներից շատանանք, որ ամուր ընտանիք կազմենք։ Մեր յութուբյան ընտանիքը իզուր չէ ընտանիք անվանվել, չգիտեմ ով է այդպես անվանել, այդ ֆրազան անընդհատ հնչում է բոլորի կողմից, շատերի կողմից եւ շատ հաճելի է ու շատ ճիշտ երևույթ, շատ ճիշտ է ներկայացված։ Մեր յութուբյան ընտանիքը ձեզանով է ամուր, ինձանով է ամուր, իմ փիսոյով է ամուր, որը կողքս նստած չեք պատկերացնի ինչ տեսարանով եմ ես հիմա ձեզ հետ զրուցում, բայց ինչի՞ չէ, մի հատ կադրը կթեքեմ, հեսա կթեքեմ 2 վայրկյան, հետո կշարունակենք զրույցը։ Այս երիտասարդ բանաստեղծ, ես ինչով զբաղվեմ, ինքը մոտս է, իմ վարդերս չորացել են հենց այնպես, ջուր չկա մեջը արդեն, բայց ես չորացել են, գույնն էլ մնացել է, չեմ թափել, թող այդպես չորանա։ Այս իմ սիրուն փիսոնա, այս պաստավկա էի սարքել, որ բարձր լինի, մի խոսքով, այս հրաշք տեսարանով, այս հրաշք տրամադրությունով տեսեք ինչ գեղեցիկ արև է, ձեզ հետ զրուցում եմ սիրելիներ ջան։ Ամեն ինչ տեսակ, շարունակենք մեր զրույցը, անանասն էլ խեղճ դեմքով դեպի լույսը թեքվել էր, պատուհանային կողմնա, այսպես թեք է մնացել, շրջել եմ այս կողմ, մի քիչ այս կողմի վրա, այստեղ մի քանի հատ արմատներ կա, թազա դուրս եկած, ուզում եմ մի քանի հատ տերև կա, կտրեմ, որ այդ արմատները տեսնենք կաճի թազա անանաս կստեղծենք, թե չէ։ Հետաքրքիր է ուղղակի, հետաքրքրության համար, այնպես չի, որ սենց սադավոծствоյով եմ զբաղվում։ Այդպես սիրելիներս, մի բաժակ սուրճ վայել ենք միասին, ու մի քիչ զրուցենք, հատկապես ուզում եմ անդրադառնալ, շնորհակալությունս հայտնեցի, հա, շատ շնորհակալ եմ, իրոք շատ գոհ եմ իմ խմբից, ընտանիքից, ընտանիքի անդամներից, յութուբյան ալիքումի նկատի ունեմ, իմ յութուբյան ընտանիքի անդամներից, ալիքումի նկատի ունեմ, իմ ալիքից, ես ձեզ շատ սիրում եմ և շատ հարգում եմ, նկատում եմ բոլոր հարգանքները, բոլոր սերը, բոլոր նույնիսկ ոչ հարգալից վերաբերմունքն եմ նկատում, բայց ամեն ինչի համար գոհ եմ և շնորհակալ։ Նրանք, ովքեր ինձ սիրում և հարգում են, հույս և ուժ են տալիս, որ ես նորից շարունակեմ նկարահանել։ Նրանք, ովքեր ինձ ատում են, ուղղակի ծիծաղս ա գալիս, այդքան բան, ուրիշ ոչ մի բան չեն տալիս, ինչի համար են ինձ ատում, իրենք էլ չգիտեն։ Ցանկանում եմ խելք, որ ինձ չատեն, սիրեն ինձ, հասկանան, որ ես իրենց հետ ոչ մի կապ չունեմ իրենց ատելության հետ, և դա միայն և միայն իրենց հոգու մաղձն է, իրենց հոգու թույնն է, իրենց հոգու, չգիտեմ, մարդու հոգին իրեն հայելին է, իրենց հոգու հայելին է,
ինչ իմ մեջ տեսնում են, դա իրենցն է, ես իրենց դա չեմ տվել։ Անցանք առաջ, իսկ ձեր սերը, ինչ որ դուք տեսնում եք իմ հանդեպ ձեր մեջ, հուսամ դա էլ է իմը։ Շնորհակալ եմ, որ իմ տված էմոցիաները, որ իմ տված դրական այսպես մթնոլորտը, որ իմ սերը, այն ինչ որ ես ձեզ տալիս եմ, իմ հարգանքը, իմ ժամանակը, որ տրամադրում եմ ձեզ, դուք դա ինձ վերադարձնում եք։ Ես դա զգում եմ։ Ատելություն չունեմ ոչ մեկի նկատմամբ բացարձակապես։ Իմ էջը եկան, մտան, տրորեցին, գնացին, ուղիղ եթերների մասին է հատկապես խոսքը, որովհետև իմ վլոգների ներքո ոչ մի վատ, բացական, ոչ մի անշնորհք բան չկա, ոչ գրված, ոչ, ինչպես ասում են, արված, ոչ էլ ներկայացված։ Ոչ իմ կողմից և ոչ էլ իմ հետևորդների, շատ շնորհակալ և գոհ եմ հատկապես վլոգները դիտող իմ հետևորդներին ու իմ շորտ վիդեոները, նույնպես կարճ վիդեոները, իմ տեսանյութերը, ովքեր դիտում են, շատ շնորհակալ եմ։ Նրանք, ովքեր գալիս են ուղիղ եթերներ, ձեզանից էլ եմ շատ շնորհակալ, բայց երբ որ գալիս եք ուղիղ եթեր, հաշվի առեք, որ դուք իմ տանը հյուր եք, սիրելիներ ջան, որ ես բացել եմ իմ տան դռները, առավել ևս եթե իմ տնից եմ ուղիղ եթեր անում, իմ սենյակից, իմ տան մթնոլորտից, մեր տան խաղաղությունը ուզում եմ փոխանցել բոլորիդ, բայց իմ տան անդորրը չեմ ուզում խախտել։ Համենայն դեպս, մեկը մտնում է արտաքինս են քննարկում, քիթդ մեծ է, քիթդ փոքր է, քիթդ վիրահատի, քսվի, էս արա, էն արա, էն արա, ասենք ես քսվեցի, ասենք ես քիթս վիրահատեցի, ասենք ես աչքերս հանեցի, թարսից կպցրեցի, ասենք ես բրոշներս լցրեցի, այսպես էլի եմ ասում, բադիկի դուդիկ սարքեցի, մռոտ սարքեցի, չգիտեմ էլի մի խոսքով, ինչ եք հասկանում դուք այդ թեման բազմիցս անգամ քննարկելով։ Ես ինքս կոսմետոլոգ եմ աշխատում սալոնում, բացի սալոն գնալն էլ արդեն 10 տարվա ստաժ ունեմ, արդեն 10 տարի է տանն էլ եմ աշխատել, ուրիշ սալոնում էլ եմ աշխատել, էլի սալոնից սալոն եմ տեղափոխվել, կողքի քաղաք եմ գնացել, այն օրը Լիլիթս գիտեք ինչ ասեց, ինչի համար չեք պատկերացնի, նույնիսկ շնորհակալ եմ։ Ասեցի Լիլ ջան, էլ չեմ կարում աշխատեմ ֆիզիկապես, հոգնում եմ, ես երկու գործը խառնել եմ իրար, համենտեղ եմ, իրոք հոգնեցնող է ժողովուրդ։ Առավոտ մինչև ժամը 10-ից մինչև 12-ը սալոնում եմ աշխատում, չասեցի առավոտից իրիկու այնտեղ եմ, բայց ամենայն դեպս վեր ես կենում, հագնվում ես, ոչ քնում ես, ոչ լվաց, այն չէ, ոչ թե լվացում են, ոչ քնում ես, ոչ հանգստանում ես, ուղեղիդ մեջ անդադենա, որ դու հիմա պիտի գնաս գործի։ Գնում եմ գործի, մինչև կեսօր Լիլիթի մոտ եմ լինում, կեսօրից հետո գալիս եմ տուն, հազիվ հասցնում եմ 15-20 րոպե հագնվել, 2 րոպե նստել, թե ճաշ երբ եմ հասցնում եմ էլ ես էլ չգիտեմ ոնց է ստացվում ու վազելով գնում եմ երկրորդ աշխատանքից և այնտեղ մինչև ժամը 10-ը օրս մթնացնում եմ։ Շատ է հոգնեցնում, շատ քիչ են իմ ազատ օրերը, իմ ուղիղ եթերներից, իմ պասիվությունից դա նկատվում է, հա, բայց մեկ օր ժամանակ եմ անում, բացում եմ մտնեմ, թե եթեր անեմ, թե ինչ-որ տեսանյութ տեղադրեմ, անմիջապես, քիթդ, ականջներս շատ լավն է, շատ ուղիղ և շատ սիրուն, աչքերս, հոնքերս շատ լավն են ու շատ սիրուն, ուղղակի չեմ հասցնում ամբողջ օրը տուշը ձեռս տժ սենց կսեմ, մատիտները ձեռս կարանդաշով ունքերս նկարեմ, իմաստ չեմ էլ տեսնում, ինչ ունեմ, են եք տեսնում, էդ որ ինձ այդքան խորհուրդ եք տալիս, դեմքդ սրսկի, չգիտեմ, բրոշները սրսկի, քիթդ կդրի, դուք ձեր մասին մտածեք առաջին հերթին, ու վաբշե մտածեք, ինչի համար է դա ինձ պետք և առհասարակ։ Հիմնականում բազմիցս անգամ ասել եմ, թե ուղիղ եթերներում, թե իմ վլոգներում, միշտ եմ ասել, ասում եմ ու կասեմ, որ դառնամ 105 տարեկան էլ, ես չեմ անելու այն ինչ որ դուք ուզում եք, այն ինչ որ դուք ասում եք, ես տիտրիկ մոդայի հետևից ընկնող մարդ չեմ, ես հասկանալով տվյալ երևույթը չեմ անում,
իմ օրգանիզմում բավականին դեպի քաղցկեղը տանող խնդիրներ կան։ Ճիշտ է, բարվորակ են, չարորակ չեն, թու փառք Աստծո, ոչ մեկին չեմ ցանկանում, բայց յուրաքանչյուր օտար մարմին, յուրաքանչյուր տամ մի հատ ֆիլեր կլինի, յուրաքանչյուր բոտեքս կլինի, քիմիական ինչ-որ զիբիլ կլինի, չգիտեմ ինչեր կլինի, շատ արագ կերպով կարող են ազդել, նույնիսկ լազերային էպիլյացիայով եմ զբաղված ես արդեն 8 տարի, ունենալով 10-10-ից ավել տարվա ստաժ, որից 8 տարին զբաղվում եմ լազերային էպիլյացիայով։ Ես իմ վրա այդ ապարատը չեմ կարող օգտագործել, որովհետև առավել եւս 10 տարի է ես այդ լուչերը ամեն դեպքում ստանում եմ։ Եթե ոչ մեկին չի խանգարում 1 տարվա կուրսի մեջ, ինձ օրը տեսեք քանի անգամ եմ միացնում այդ ապարատը։ Ինձ էլ չի խանգարում, լազերային լուչերը ձեր մաշկից խորը չեն գնում, երբեք մնում են մաշկի վրա, ցրվում են մաշկի վրա։ Եթե կա սև մազ, մազը վերցնում է այդ լուչը եւ տանում է ուղղակի մինչև մազի ֆոլեկուլ, ֆոլեկուլից այն կողմ չի գնում, իսկ դա ընդամենը 8 մմ խորություն է, 0.8 մմ խորություն մաշկի մեջ, վերջ։ Այդ միֆերը թող նույնպես վերանան, որ լազերային էպիլյացիան ուռուցք քաղցկեղ է առաջացնում, ոչ, ուղղակի լիցքեր են էլեկտրական, որոնք իմ մեջ կան արդեն չափից դուրս շատ, դրա համար ես նույնիսկ այդ լազերային էպիլյացիան ինձ չեմ նախ չեմ էլ հասցնում, էդ էլ կա, էդ էլ այդպես։ Եվ երկրորդ, մեկին քննադատելուց առաջ, մեկի մասին, չգիտեմ, սխալ խոսքեր խոսելուց առաջ, ասել ասողը չլինի, վերցրեք իր կոշիկը, հագեք ու անցեք իր ճանապարհը։ Մեր մոտ կալոշ են ասում, գյուղի ժողովուրդ կալոշի մասին կխոսան, կալոշները հագեք ու ճամփա հանգեք։ Կասեմ բարի ճանապարհ։ Եթե այստեղ միայն դրականն եմ ներկայացնում, շպիտով ենք խոսում, մեզ այսպես, այո, ես էլ եմ ուզում ցրվեմ իմ հոգսերից, դրա համար էլ ձեզ հետ ալիք եմ բացել եւ նստած զրուցում եմ, կիսվում եմ եւ նույնիսկ երբեմն լացելու աստիճան լացել եմ, հուզված եմ եղել, արցունքներս սրբել եմ, էկրանը բացել եմ ու նստել եմ ձեզ հետ զրուցել եմ, համ ձեզ եմ փորձել դրական էներգիա տամ, համ ինքս եմ փորձել փոխվեմ, դրական էներգիա ստանամ, բայց անպայման ամեն ուղիղ եթերին մի բացասական բան եղել է, ամեն ինչը կուլ եմ տվել, ներել եմ, շատ շատերի համար պայքարել եմ, նրանց պատիվը պահելու, բայց իզուր, միայն պետք է տալ դրական, ստանալ դրական, իսկ այն ամեն ինչի վրա աչք փակել, ու վсё, չպետք է ես երբեք խառնվեմ բացասական որևէ մի բանին, իմ էջում միշտ միայն պետք է լինի դրական, դրականը ու տանք ստանանք դրականը։ Հոգնել եմ այդ բացասական բոլոր վեճերից, անձնական խնդիրներից, մեկը մյուսի գրածներից, մտելեք, թեմա ենք բացում, թեմայով զրուցում ենք, ուղիղ եթերը հետաքրքիր անց ենք կացնում, չեք ուզում դուք թեմա բացեք, ես թեմատիկ եմ գալիս, եթե պետք է լինում, ես կարող եմ թեմատիկ գալ, իսկ ամենօրյա եթերներ երբ արել եմ, հիմնականում ոչ միայն իմ ցանկությունով եմ կատարել այդ ուղիղ եթերներ միանալու պահը, այլ հիմնականում իմ հետևորդների ցանկությամբ, շատ շատերն են գրել, բա չես մտնում, մտել եմ, իսկ չհասկանալով ու չգնահատելով իմ ժամանակը, շատ երկար տարիներ, ժամանակ, ես շատ երկար ժամանակ, երևի թե մոտ արդեն 2 տարի, եւ դա քիչ չէ, մարդու կյանքից 2 տարին հենց այնպես ուղիղ եթերներում թրջի գնա, ու վերջում էլ իտոգը ոչ մի բան է, այդպես կոչված, ես չեմ գնահատել իմ ժամանակը, ինչպես նաեւ շատերը չգնահատեցին իմ ժամանակը, հիմա եմ հասկանում, թե որքան թանկ արժի այդ ժամանակը, այսինքն ես այդ 2 տարվա մեջ կարող էի այս նույն ձևով աշխատել եւ ստանալ այն գումարը, ինչ որ հիմա ստանում եմ, չունենալ պարտքեր, կվճարեի բոլոր պարտքերս եւ առհասարակ պարտքել չէի ունենա, կապրեի իմ աշխատավարձով, պարտադիր չի ամեն կին իրեն ամուսնուց սպասի, որ գումար տան իրեն, երեխեքից սպասի, մենք դեռ փառք Աստծո, ձեռքս ոտքս առողջ է, երեխեքիս մեծացրել եմ, դպրոցական տարիքից հանել եմ, ուսանող են դարձել, վերջացրել,
ես ջահել մամա եմ, որովհետև շուտ եմ ամուսնացել, իմ երեխաները տարիքով մեծ են, բայց ես համարյա այդքան էլ տենց շատ ծեր չեմ, փառք Աստծո, դեռ 50 տարեկան էլ չկամ, բայց կողքից ով նայում ասում վայ, մեծ կնիկ ես գնա ձեր տան գործերն արա, իմ տան գործերն արած է, իմ տան գործերը անում եմ, իմ տան գործերի համար այսօր խոսքս վերաբերվում էր ոչ թե բացական, այլ քննադատական մեկնաբանություններին, հա, այսպես կոչված։ Լավ, անցանք, ամենայն դեպս քիթս վիրահատելու կարիք չունեմ, շատ լավ շնչում եմ, ոսկորները ջարդված չեն ներսից, առայժմ ոչ մի վնասվածք չունեմ, փառք Աստծո, մինինգիտ չունեմ, այն որ այստեղ թարախային բորբոքումներից քթի խոռոչում հավաքվում է, թարախ է հավաքվում, ինչ էր կոչվում այդ հիվանդությունը, հեսա բառը կհիշեմ, կասեմ, դրանից էլ չունեմ։ Ուրեմն մի կտոր պոպոքով շուջող կերա ու հիշեցի, գայմարիտ է կոչվում այդ հիվանդությունը, գայմարիտ էլ հայմորիտ, երևի հայերեն ինչպես չգիտեմ, գայմարիտ էլ չունեմ, քթի ու ճակատի խոռոչը շնչուղիների մասը, թարախային կուտակումները հավաքվում, հենց դա կոչվում է գայմորիտ, մենակ դինակ պիսոնի ջայացքով այնց նայում։ Քիթս մեծ է, փոքր է, ականջներս սիրուն են, ժողովուրդ ջան, պրոստը ծիծաղալու է, հասկանում եք։ Չի կարելի մարդու դեմքը այդքան քննադատել, անընդհատ ասում եք քսվի։ Քսվել եմ, ինչ սա փոխվել, խելքս է փոխվել, թե ինչ սա փոխվել։ Հասկանում եք, դրանք ընենց մանրունքներ են, ունենց բաների եք ուշադրություն դարձնում, որ բացարձակապես կարևորություն չի տալիս այս կյանքում։ Միշտ, ինչպես ասում են, մարդը պետք է միշտ առաջնայինը գնահատի, առաջնայինը կարևորագույնը։ Ճիշտ է, շնորհակալ եմ, որ ուզում եք, որ ինձ գեղեցիկ տեսնեք, բայց արդեն Աստված ինձ այսպեսին ստեղծել է, ինչ կամ էնել կամ։ Ամենակարևորը, որ քիթս սուրճ չի ու շատ երկար չի, որ խոթեմ ուրիշի գործերի մեջ։ Քիթը տված է շնչելու համար եւ արտաշնչելու համար։ Փառք Աստծո։ Սիրեք ինձ այնպիսին, ինչպիսին որ ես կամ, եթե չեք սիրում, ստիպողաբար չեմ պահում իմ էջում։ Շնորհակալ եմ ինձ սիրողներին, շնորհակալ եմ ինձ հարգողներին, եւ ես էլ բոլորին եւ սիրում եմ, եւ հարգում եմ, եւ անընդհատ կրկնություն է դառնում։ Հոգնել եմ այս թեմայով, էլ չեմ ուզում խոսամ։ Այս թեման այդքան էլ ոչ կարևոր թեմա է, քանի որ բազմիցս անգամ ասել եմ, որ ես դեմ եմ բոլոր կարգի սրսկումներին, լինեն լիպադլիցիկներ, լինեն բոտեքսներ, թե լինեն ֆիլերներ, ինձ հետաքրքիր չեն։ Նույնիսկ այն գիալուրոնովի կիսլոտան, վիտամինները, որ մաշկի տակը լցնում են, որ կարելի է, ասենք, բիորևիտալիզացիայի կոչվում կատարել, նույնիսկ դա չեմ կատարում։ Թող ամեն մի կին 50 տարեկանում ունենա այսպես մաքուր մաշկ, առանց ավելորդ բշտիկների, առանց ավելորդ բորբոքային պրոցեսների, առանց դուրս տված ինչ-որ չգիտեմ ինչերի, ինչքան որ ես ունեմ, ես դրանից ուրախ կլինեմ։ Ես սիրում եմ իմ դեմքը, դիմագծերը, ես սիրում եմ իմ բնական ձևով ծերանալը։ Դուք նայեք, այսօր ընդամենը, ճիշտ ասած, մի փոքրիկ ոչ թե տանալնի կրեմ եմ քսել, այլ արևապաշտպան կրեմ է, որը մի փուճուրիկ տոն ունի։ Ընդամենը այդ կրեմը ուղղակի քսել եմ։ Ոչ հաճախակի, բայց հաճախակի խնամում եմ մաշկս, ոչ միայն խնամքը առավոտյան խնամքայի նկատի ունեմ, այլ ընդհանուր չիստկա, հա, որ ասում են, չիստկա եմ անում հաճախակի դեմքս։ Այսինքն բնական, շատ բնական նյութերով, բնական պայմաններով, ճանապարհով կարող ենք մենք մեր մաշկը հնարավորին չափով գեղեցիկ պահել։ Եթե մաշկը առողջ է, դեմքը մի թեթև կոսմետիկա անելը միշտ էլ առողջ տեսք է տալիս, բերում է։ Կարևորը առողջ մաշկ ունենալն է, կարևորը առողջ օրգանիզմ ունենալն է։ Մնացած գործողությունները թեթև վրձինի ձեռքով այսպես կարելի է կարգավորել։ Պետք չի ամեն անգամ մտնել, քիչ ես քսվել, քիթդ մեծ է,
Այո, չեմ կսվելու քիթս մեծ է, ուրիշ թերություն էլ չունեմ, ունքերս էլ մեկ-մեկ չեմ ներկում, որտև աշկս չի տենում, մոռանում եմ, հա մեկ էլ տեսողությունը սավատ, մեկ էլ քորեմ, մի քիչ քաչալեմ, մի քիչ կաղեմ։ Չի կարելի մարդու արտաքինը քննարկել հենց իրեն հետ, կամ էլ մեկ ուրիշի հետ, որտև մեր հայազգը չի կարում իրեն մեզ դաստիարակի այդ երևույթը, որ դա այդքան էլ սիրուն բան չէ։ Եվ մենք իրավունք չունենք դիմացինի արտաքինից երբևէ խոսել։ Ում ինչ գործնա, թե ում քիթը ինչպիսին է, մեծ է, փոքր է, վերջի վերջո այդ ամեն ինչ հետ, ինչ որ ասում եք, խիչ ես սրսկում, խիչ ես վիրահատում, նորմալ շնչում եմ, նորմալ ապրում եմ, վիրահատեմ, ինչ ամիշ գիտես այդ վիրահատությունը ոնց կանցնի, ինչ բարդություն կտա։ Ինչի համար վիրահատեմ, կարաք ասեք, որ մենակ դուք աչքները տեսնի, գոհանաք, ուրախանաք, որ ես չկարողանամ շնչեմ, հետո ինչ իմանաս, ինչ բարդություն կտա։ Շնորհակալ եմ բարի խորհուրդների համար, բայց տակտ ունեցեք սիրելիներս, դուք գնացեք ձեր քիթը վիրահատեք, եթե չեք կարում շնչեք, բայց ոչ մոդայի հետևից ընկնելով։ Յուրաքանչյուր վիրահատություն ավելի լավ է արվի տեղին, ժամանակին եւ նպատակային, ոչ թե արվի սրան նրան ձեռառնելու կամ մոդայի հետևից ընկնելու կամ չգիտեմ վերջ տեսնեն ով ինչ արել է իրանք էլ կրկնելու նպատակով։ Ես այսպիսին եմ, քիթս չեմ վիրահատելու, չեմ ուզում, դեռ փառք Աստծո քիթս չեմ ջարդել, որ վիրահատեմ եւ այսպիսին էլ մնալու եմ։ Ուզում եմ, որ դուք էլ առողջ լինեք, ուզում եմ, որ դուք էլ վիրահատությունների կարիք չունենաք, հենա որ վիրահատությունից չվախենամ, ես ամեն մի տարած նարկոզից շատ եմ վախենում։ Կգնամ լեղապարկս կվիրահատեմ, կգնամ ստամոքսիս խոց կվիրահատեմ։ Հասկացեք, մինչև քթին հասնելը ներքին օրգանները պետք է առողջ պահել։ Եվ յուրաքանչյուր գրամ նարկոզը չենք կարա իմանանք, թե ինչպես կազդի մեր օրգանիզմին։ Այսքանով այս թեման փակեցի, այլևս իմ արտաքինի մասին ոչ մեկը ոչ մի բառ թող չխոսա եւ չասի։ Բոլորս գեղեցիկ ենք յուրովի, բոլորը գեղեցիկ են այնպիսին, ինչպիսին Աստված ստեղծել է։ Ինձ այսպիսին է ստեղծել, փառք Աստծո, այս դեմքով էլ կգնամ այն աշխարհ։ Սիլիկոններ հետս չեմ տանի, ոչ դոշերին, ոչ քամակներին, շատ կներեք, ոչ էլ չեմ իմանում որտեղերին, ոչ քթիս, ոչ թուշերից, ոչ բռոշներից, չանեստակը, ոչ էլ ես իմ այս ինչա այտոսկրերից, ոչ էլ ճակատիս։ Հասկացանք իրար, հասկացանք։ Շնորհակալ եմ, որ գնահատում եք ինձ, այն մարդիկ, ովքեր ինձ այսպիսին են ընդունում, սիրում, հարգում։ Ամեն ինչ փոխադարձ է, սիրելիներս, բոլորիդ լավ օր եմ մաղթում, սուրճս վայելեմ ու անցնեմ իմ գործերին, ձեզ էլ թույլ տամ, որ գնաք ձեր գործերով զբաղվեք։ Շնորհակալ եմ մի անգամ եւս։ Եթե ձեր համար դժվար չէ, նեղություն չէ, փորձեք օրվա մեջ մի անգամ գոնե դիտել իմ վլոգներս, սիրելիներս, բոլորիդ սրտիկներ, այսպիսի սրտիկներ եւ սա իմ սրտիկներն են ու այսօր նրանք սպիտակ են։ Այդպես, հաջորդ վլոգի ժամանակ մի քիչ կխոսեմ իմ մասին, կծանոթացնեմ իմ նոր հետևորդներին իմ հետ, քանի որ չափից դուրս շատ են հարցնում, ձեր մասին մի քիչ կպատմեք, այո, պատմեմ, բայց դա արդեն մյուս դասին։ Առայժմ սիրելիներս։ Թթուն հանել ենք, փորձարկենք դրանք ինչպիսին է։ Չհաշված, որ կեսահետներս տարած են եղել Հասիկոյի համար, նայեք ինչ սիրուն ֆուկսիա գույն վարդագույն։ Պասեք մի կտոր փորձեմ տնեմ ոնցնա։ Համով սովորական կաղամներից է փորձենք։ Մեղի են ասում աղեյա, պապան ասաց աղեյա, շատ էլ համով է։ Ես որ աղ չեմ սիրում, վաբշե իմ համար աղի չի, ինչ սիրուն գույն է ստացվել, սիրեցի ես գույնն արդեն։ Կարտոֆիլը չէ, տնական խաշած կարտոֆիլ։ Այդ ինչ սիրուն գույն է։
Գնացինք անուշ անենք։ Համով։ Եվ այստեղ ինչն է պակասում։ Սովետի գիրքն ընկա։ Տուշոնկա գավյադինա։ Պասեք տեսնեմ կարա մեջից մսի կտոր հանեմ, թե այս ինչի են նման։ Ձեռքով պահեմ, մյուս ձեռքով նկարեմ։ Սպասեք, հանեմ մեջից։ Քոնը չի արա այդ իմնա հայ